Դարձիր մեկը 5000-ից։ Արյունաբանական կենտրոնում այսօր մեկնարկած նախաձեռնությունը համախմբում է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են տարեկան նվազագույնը 2 անգամ արյունատվություն կատարել, իրենց արյունը անվարձահատույց նվիրաբերել կյանքեր փրկելու գործին, համալրել Արյան բանկը։ Նախաձեռնության առաջինն է միացել ու իր արյունն է հանձնում նաև կենտրոնական բանկի նախագահը։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս փոքր դրական գործեր անենք անընդհատ։ Այսինքն մեկը կարող է արյուն հանձնի, մյուսը կարող է այլ բան անի, բայց ես կարծում եմ, որ փոքր դրական գործեր անելը ու հասարակությանը այդ կերպով ծառայելը չափազանց կարևոր է։ Մեր հաշվարկներով 5000 հոգին այն քանակն է, որ եթե տարին գոնե 2 անգամ հանձնեն, մենք տարեկան 10000 դոնորություն կունենանք եւ մոտ 70-ից 80%-ով կլուծվի մեր պաշարների հարցը։ Այս պարկի մեջ հավաքվում է 400-ից 450 միլիլիտր արյուն, որից պատրաստվում է 3 բաղադրամաս։ Դրանցից ամենաշատ պահանջարկն ունի էրիթրոցիտային զանգվածը, քանի որ պահպանման ժամկետը 35-ից 42 օր է։ Այս առումով կարևոր է ունենալ անվարձահատույց դոնորների խումբ։ Գնալով արյան ծախսը եւ արյան պահանջարկը ավելանում է եւ դոնորների քանակը նվազում է ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում։ Այս իրավիճակից դուրս գալու համար է կատարվում այս բոլոր նախաձեռնությունները, որպեսզի անվճար դոնորությունը, անվարձահատույց դոնորությունը ավելի լինի, քան կադրային մեր դոնորների, որտեղ սա բնորոշում է հասարակության ընդհանուր տրամաբանությունը։ Տղամարդիկ կարող են տարվա մեջ արյուն նվիրաբերել մինչև 5, կանայք 4 անգամ։ Պարբերաբար կատարվող արյունատվությունը ապահովում է բնակչության արյան կայուն մատակարարումը։ Ամենագլխավոր առավելությունը, երբ որ գիտակցես, որ ինչ-որ մեկի կյանքը փրկեցի, դրանից ինձ թվում է ավելի լավ բան չկա։ Իհարկե օրգանիզմը թարմանում է, արյունը մի քիչ ավելի ջրիկանում է, ճնշումը կարգավորվում է, բացի դրանից օրգանիզմը սովորում է այդ արյան կորուստին ու եթե Աստված չանի մի արտակարգ դեպ մի դժբախտ պատահար լինի, իրանց օրգանիզմը ավելի դիմացկուն է արյան կորուստին, քան մյուս մարդկանց, ովքեր որ արյուն չեն հանձնում։ Մշակվում է նաև նոր ծրագիր, որ այլևս հիվանդի հարազատը արյան ծրագրերով, հարցերով հայթայթելով չզբաղվի։ Հիվանդանոց, որտեղ որ ակնկալվում է, որ նա պիտի արյան փոխներարկում ստանա, հիվանդանոցը հիվանդանոցի հետ պիտի արվի, ինչպես արվում է ամբողջ աշխարհում։ Քրոնիկ հիվանդություններից մինչև դժբախտ պատահարներ, արյան կարիք միշտ կա։ Երկրում արյան դեֆիցիտը համալրելու համար տարբեր միջոցառումներ են իրականացվում։ Մոտ 4 ամիս է ձևավորվել է արյան արտագնա հավաքագրման խումբ։ Կազմակերպությունների աշխատակիցները, որոնք ցանկություն ունեն արյուն հանձնելու, բայց ժամանակ չունեն այցելելու կենտրոն, կարող են հենց տեղում արյունատվություն իրականացնել։ Նարեկ Ոսկանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։